Հիշիր դու Turbo Zavrer առաջ Այ, Իպոլիտ Ոնց էլ չես հոգնում Իհարկե չի հոգնի Տատիկին է քաշել Ինչ իմաստավ Գիտես, միշտ երազել եմ մրցարշավի մասնակցել Այ քեզ բան Եվ որտեղն ես գրավել Ոչ մի տեղ էլ չգրավեցի Շարժիչը փչացավ անմիջապես մեկնարկից հետո Իսկ հիմա, իհարկե շատ ուշ են նման բաներով զբաղվելու համար Հաջորդ շաբաթ քաղաքում մրցարշավ է լինելու Գիտեմ Արի տատիկին անակնկալ անենք Թող մասնակցի մրցարշավին Իսկ մեքենան Կհամոզենք դոին Բայց ոնց ենք բացատրելու մեքենան ինչու ինքն իրեն շարժվում Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա Իսկական մրցարշավ Ու ես պիտի մրցեմ ուրիշ իսկական մեքենաների հետ Ես դեռ պատրաստ չեմ Ես կսլանամ ու կփայլեմ Ճիշտ է, իսկ տատիկը կնստի ղեկին Այդ դեպքում նրան ստիպված կլինենք ասել, թե իրականում ովքեր ենք Բարեկամներ, խոստանում եմ, ոչ ոք ոչինչ չի իմանա Բա ոնց, տատիկը կնստի ու մեքենան ինքն իրեն կսլանա Ու տատիկը բոլորովին չի զարմանա Այդպես էլ կլինի Լավ, տեսնենք ոնց ես հաջողացնելու Չգիտեմ Ինչ տարօրինակ բան կա որ Բարի օր Ձեր մեքենան պատրաստ է շահագործման Ճանապարհածած կույտը հարթ է Եղանակային պայմանները բարենպաստ Բայց կա տեղումների փոքր հավանականություն Նա խոսում է Եվ լսում եք քո հրահանգները Ինքդ նայիր Հիմա դոյին արդեն ոչ ոք չի խանգարի հաղթել Ինչ տեղատարափանձրև է Հուսով եմ մրցուղին չի վնասվի Առավոտյան կստուգենք Միթե տատիկը մրցարշավին չի մասնակցելու Իհարկե մասնակցելու է Turbo Zavrer-ը կօգնեն մեզ Չկասկածեք, իհարկե մենք ամեն ինչ կուղենք Turbo Zavrer, առաջ Հանդքի, դու բարձրացնում ես նստարաններն ու իրենց տեղն ես դնում Տրակ, դու ամրացնում ես անվադողերով պատվարը Ես վերականգնում եմ մրցուղին Տոր, դու այն հարթեցնում ես Դու կստուգես ծածկույթի որակը Ձեր Ես այստեղ եմ Դու վերականգնում ես նշագծերն ու վերջնագիծը
Ես հաղթեցի մրցարշավը։ Մենք տեսանք։ Ուռա! Հիմա ես ընդամենը մեկ անկատար երազանք ունեմ։ Ինչ երազանք։ Թրջել տիեզերք։ Ինչ կա որ։ Մեկ էլ տեսար մի օր մի հրաշք ինքնագնաց տիեզերանով հայտնվի։ Դե, ինչ կա որ։ Հնարավոր է։ Սեղմիր դրանց վայլ կոճակնով, մենք ավելի հաճախ կհանդիպենք։ Պոլինա, զարմիկներս Բորյան ու Ֆեդյան կորել են։ Գուցե անտառում խաղով են ընկել։ Իսկ եթե մոլորվել են, շատ եմ անհանգստանում։ Մի անհանգստացեք, Նորա մորակույր, մենք կգտնենք նրանց։ Հոյակապ է, հնաշալի է, գերազանց է։ Ձեր օգնությունն է, պետք։ Պետք է գտնենք Բորյային ու Ֆեդյային։ Ինչ ֆոտոսեսիա էր։ Սպասեք, ամեն բան իր ժամանակն ունի։ Աշխարհի ամենալավ խուզարկուն պատրաստ է։ Նրանք անտառի ճանապարհին են։ Պետք է հասնենք նրանց։ Համարեք, որ արդեն հասել ենք։ Դե ինչ, հեռա։ Այս արագություն է։ Ժամանակ չկա։ Մորակույր Նորան կորցրել է ձեզ։ Մենք գրություն ենք տողել, որ մեկնել ենք շուրջերկրյա ճամփորդության։ Աշխարհի շուրջը պտտվելուց հետո անմիջապես կվերադառնանք։ Ինչ անենք, Պետյա։ Ես ծրագիր ունեմ։ Պետք է այնպես անենք, որ Բորյան ու Պետյան տուն վերադառնան։ Բայց ո՞նց, չէ որ նրանք վերադառնալ չեն ուզում։ Ցանկացած խնդիր իր լուծումն ունի։ Հիմա նրանք այստեղ են։ Բուլ, տոր, դուք նրանց ճանապարհին փոս կփորեք, ձևացնելով թե ճանապարհային աշխատանքներ են։ Բորյան ու Ֆեդյան ստիպված կլինեն այս կողմ շրջվել։ Այնտեղ նրանք կհանդիպեն 4 ծառերից կառուցած պատնեշի։ Պատնեշը կկառուցի տրաքը։ Պաշտում եմ պատնեշներ կառուցելը։ Միայն թե վերջում չմոռանաս ամեն ինչ կարգի բերել։ Չեմ կարող պատնեշներից գոնե մի փոքր մաս թողնել։ Պատնեշը շրջանցելու համար նրանք կիջնեն ձորակը։ Իսկ ձորակն ով է փորելու։ Ոչ ոք, դա արդեն բնությունն է արել։ Ամեն դեպքում մեր բնությունը լավն է, ձորակը մեր փոխարեն է փորել։ Մենք պետք է ճանապարհ կառուցենք, որպեսզի նրանք ձորակից դուրս գան։ Դա կանեն տորը, բուլը եւ անկին։ Տուրբոզավրեր առաջ։ Նվիր, նրանք մոտենում են։ Երևում է տեղ հասանք։ Մենք արդեն պտտվել ենք աշխարհի շուրջը։ Եթե պտտված լինեինք, հիմա տանը կլինեինք, որովհետև երկիրը կլոր է։ Իմ ետևից։ Ճամփորդել չեմ ուզում, հոգնել եմ, հապալասով կարկանդակ եմ ուզում։ Ինչքան արագ պտտվենք աշխարհի շուրջը, այնքան արագ կճաշենք։ Առաջ։ Հիմա այստեղից ոնց ենք դուրս գալու։ Մի վախենա, մի բան կմտածենք։
Ես ճանապարհ։ Ասում էի, չէ՞ մի բան կմտածենք։ Ուրա, մենք տանն ենք։ Որտեղ էիք։ Գիտեք ոնց անհանգստացա։ Մարակույն, մենք ճամփորդեցինք աշխարհի շուրջ։ Պարզվեց, որ երկրագունդն այդքան էլ մեծ չէ։ Ինչ եք ասում, երկրագունդը շատ մեծ է։ Տեսեք, սա երկրագնդի մոդելն է, գլոբուսը։ Դուք չէիք կարող հեծանվով պատտվել աշխարհի շուրջը, որովհետև ճանապարհին կհանդիպեիք ոչ միայն լեռների եւ անապատների, այլև օվկիանոսների։ Ուրեմն մենք աշխարհի շուրջը չենք պատտվել։ Ոչինչ, կմեծանաք կճամփորդեք կամ կպտտվեք տիեզերանավով։ Ես կճամփորդեմ։ Ես կպտտվեմ տիեզերանավով։ Ձեր հապալասով կարկանդակները շատ համեղ են։ Անուշար եք։ Շնորհակալ եմ, որ գտաք զարմիկներիս։ Նրանք ինչ կապ ունեն։ Մենք ինքներս ենք տուն վերադարձել։ Ճիշտ է, մենք իսկական հերոսներ ենք։ Ուզում ես նոր սերիալներն առաջինը դիտել։ Սեղմիր գրասվել կոճակը։ Արևալյուկը պետք է հավասար տարածվի մարմնով մեկ։ Դու արևն ես փակել Թրակ, ու ինձ վրա ավազից բացի ոչինչ չի տարածվում։ Փակել եմ արևը։ Ռակ, կարևին մի նայիր։ Մոռացել ես, թե անցյալ անգամ ինչ եղավ։ Իսկ անցյալ անգամ ինչ եղավ։ Ողջույն։ Հրաշալի եղանակ է, չէ՞։ Ոնց կսուզվեի։ Ափսոս, որ ջրասուզակի աշտարակ չունենք։ Այդ դեպքում փրկարարական աշտարակել է պետք։ Մեկ էլ տեսար ինչ-որ մեկն օգնության կարիք ունենա։ Շուտ եմ ասել, փրկարարը ես եմ, կանգնած եմ աշտարակի վրա, մեկ էլ հանկարծ փրկեք, փրկեք, իսկ ես առանց խոճապի օգնությունը գալիս է։ Փրկարար, ով ինքը փրկության կարիք ունի։ Ես միշտ պարկած դիրքից եմ սկսում օգնել։ Որոշված է, եկեք երկու աշտարակ կառուցենք։ Մեկը սուզվելու համար, մյուսը փրկելու։ Ամեն ինչ պետք է տեղը-տեղին կառուցենք, հետո այստեղ քաղաքից մարդիկ կգան հանգստանալու։ Ու ես նրանց բոլորին կփրկեմ։ Իսկ աշտարակներն ինչով են կառուցելու։ Կկառուցենք քարերով ու տապալված ծառերով, համել անտառը կմաքրենք։ Տուրբոզավրեր, առաջ։ Բուլդոտրակը պատրաստում են քարերը։ Տորն ու անկին հավաքում են տապալված ծառերն ու մշակում գերանները, իսկ զերը… Իսկ ես կհետևեմ անվտանգության կանոններին։ Իսկ ով գիտի ինչն է կարևոր փրկարարական աշտարակի վրա, իսկ ինչը ջրասուզակի։ Փրկարարական աշտարակի վրա ամենակարևորը փրկարարն է։ Ճիշտ է, իսկ ջրասուզակի աշտարակի վրա կարևորը սուզորդն է։ Չգուշակեցիր, ջրասուզակի աշտարակում ամենակարևորը ջուրն է։ Ուշադրություն, փրկարար լողաններից այն կողմ լողալն ու հատկապես փռշտալը խստի վարգելվում է։
Ինչ բարձր աշտարակ ստացվեց։ Առաջինն ով է ցատկելու։ Ես պիտի մի քիչ մկաններս տաքացնեմ։ Ես էլ։ Էй, հերոսներիս տեսեք, սովորեք։ Իսկ դուք վախեցաք, չէ։ Հեչ էլ չվախեցանք։ Ճիշտ է Տոր։ Ճիշտ է, անկի։ Գուցե սկզբում թրակս ուզվի կամ բուլը։ Մենք շատ խոշոր ենք։ Մեզ համար ջուրը ծանծաղ է։ Ամեն դեպքում փրկարարն արդեն տեղում է։ Շնորհակալ ենք ձեր։ Մեզ լավ ոգևորեցիր։ Անկի, հենց տեղ հասնենք իմացտուր, թե չէ վախից աչքերս փակել եմ։ Սկզբում ես էլ էի փակել, հետո հիշեցի, որ մենք 1000 տուրբոզավրեր ենք։ Օ, բացեցի։ Փակ աչքերով ենքան էլ սարսափելի չէ։ Ցած իջեք, ցատկելու կարիք չկա։ Տուրբոզավրերը երբեք չեն նանջում։ Հաշվեք մինչև 3-ը։ 1 2 3 Ամեն ինչ նկարահանեցի, ուղղակի հիասքանչեր։ Ափսոս, իսկ ես այնքան էի ուզում մեկնումեկին փրկել։ Ափսոս, որ աշտարակը բարձր է Պետյայի եւ ինձ համար։ Բայց մի քիչ կմեծանանք ու այդ ժամանակ Ես ձեզ կփրկեմ, այո։ Սեղմիր գրանցվել կոճակը ու նայիր տուրբոզավրերի նոր սերիաները։ Դե լավ, ձեզ խելոք կպահեք։ Ես 3 օրից կգամ, իսկ մինչ այդ նորամորա քույրը կհոգա ձեր մասին։ Օ, ավտոբուսը։ Հիմա գնացքից չեմ ուշանա։ Վայ, սա ում ճամպրուկն է։ հաստատ տատիկինն է։ Մոռացավ հետը վերցնել։ Այո, բարդ իրավիճակ է։ Բայց մի տխրեք, հիմա կկանչեմ տուրբոզավրներին ու մի բան կմտածենք։ Ու տատիկը ճամպրուկը մոռացավ, իսկ նրա բոլոր իրերն էստեղ են։ Մի օր ինձ հետ էլ նման բան պատահեց, մոռացա նախաճաշել ու… Տորը, պատմությունդ հետո կպատմես լավ, հիմա ժամանակ չկա։ Կարելի է շրջանցել գնացքը և հաջորդ կանգառում վերադարձնել ճամպրուկը։ Բայց դրա համար պետք է գետի մյուս կողմն անցնել։ Ես գիտեմ, թե ինչ է պետք։ Տուրբոզավրեր դեպի գետ։ Կկառուցենք ցատկահարթակ ու դոն կցատկի գետի վրայով։ Տոր հողի մեջ անցքեր փորիր։ Անկին շինանյութերը կբերի։ Թրակն էլ կսարքի ցատկահարթակը։ Տուրբոզավրեր, առաջ։ Կատյա, Պետյա, նստեք, կապեք ամրագոտիներն ու բռնվեք։ Ճամպրուկը հասցնենք տատիկին։ Սիրուն թռիչքեր։ Սպասեք, ես էլ եմ գալիս։ Շուտ վերադարձեք։ Ահա, երևում է այսօր չես մոռացել նախաճաշել։
Կամաց քշիր, դո շունչս կտրվեց։ Արագացրու Զեր, ուշանում ենք։ Ոյ, գուցե տատիկին է ճամպրուկը պետք էլ չի։ Զեր, եթե հոգնել ես, նստիր տանիքին։ Հետո երկար եք հանգստանալու, տատիկը հիմա իր ճամպրուկն է փնտրում։ Պինդ բռնվիր, գնում ենք կարճ ճանապարհով, թե չէ չենք հասնի։ Կարճ ճանապարհը ո՞րն է։ Հիմա կտեսնես։ Վերջ տուր Զեր, արդեն հասանք։ Բայց ով էր գոռում։ Ես հո երեխա չեմ։ Համարյա տեղում ենք, մնում է միայն սարն անցնենք։ Ինչու ենք ժամանակ կորցնում, եկեք թունելով գնանք։ Տունել մտնել չի կարելի, շատ վտանգավոր է։ Բա, ես էլ վախեցա։ Ոչ մի վտանգավոր բան էլ չկա։ Ասում էի, չէ, վախենալու բան չկա։ Էս ինչ լույս է։ Գնացքը, գնացքը, գնացքը։ Չէ, ավելի լավ է սարով գնանք։ Պետյա, Կատյա, ճամպրուկս, բայց ոնց այսքան շուտ հասակ։ Սա անօթաչու տաքսի է։ Շատ արագ է շարժվում, առանց նրա չէինք հասցնի։ Շնորհակալ եմ ճամպրուկի համար, չգիտեմ էլ թե առանց ձեզ ինչ էի անելու։ Հաջողություն։ Դե ինչ, գնանք տուն։ Խնդրում եմ, միայն ոչ կարճ ճանապարհով։ Հավանիր այս տեսանյութը, եւ մենք ավելի հաճախ կհայտնվենք։ Ուրեմն այսպես, շոկոլադը, ելակի, վանիլային, Զեր, այդքան պաղպաղակը քեզ համար մի քիչ շատ չէ։ չէ, չափաբաժինները շատ փոքր են։ Լավ, համոզեցիր, կստանաս քո պաղպաղակը։ Չափաբաժինները փոքր չեն։ Իսկ եթե կոկորդը ցավի, Ոչ մի տեղս էլ չի ցավի։ Ես աշխարհի ամենաառողջ տերոդակտիլն եմ։ Լավ, գնանք պաղպաղակ բերելու։ Մեզ էստեղ սպասիր։ Թե չէ մեկ էլ տեսար մարդիկ նկատեցին։ Որ թրջող սարքը պաղպաղակ է սիրում։ Դե լավ, համոզեցիք։ Սպասում եմ։ Միայն թե շտապեք։ Ու բանանի պաղպաղակ էլ վերցրեք։ Ինչ է կատարվում։ եթե նա հիվանդանա, մեղավորը դու ես։ Դե լավ, դանդաղ կուտի ու չի հիվանդանա։ Իդեպ որտեղ է Զերը։ Զեր, Ես ցնցված եմ, հենց նոր տեսա, թե ոնց ափի մի մասը փլվեց գետի մեջ։ Ես փրկեցի Տոբիկին, հերոսական արարք։ Իսկ դու չես հորինում։ Ինչու պիտի հորինեմ։ Ես աշխարհի ամենաճշմարտախոս տերոդակտիլն եմ։ Եկեք ինձ հետ, ձեզ ամեն ինչ ցույց կտամ։ Այ քեզ բան։ Սա այսպես թողնել չի կարելի։ ճիշտ է, բայց ինչ անենք։ Պետք է հարթեցնել ու ամրացնել։ Ահա, ափերն ամրացնելու համար հատուկ էկո աղյուսներ կան։ Դրանք կարելի է տպել մեր հրաշք տպիչով։ Ճիշտ է, Զեր։ Խնդիրը բարդ է, բայց անհնարին ոչինչ չկա։ Պետյա, խնդիր կա, ասենք թե ափն ամրացրինք, իսկ բույսերը։ Եթե ծածկենք աղյուսներով, դրանք կթաշնեն։ Ուրեմն պետք է մեկ ուրիշ տեղ տնկենք։
Իսկ գետափն ամրացնելուց հետո այն հրաշալի վայր կդառնա զբոսանքի համար։ Հոյակապ ծրագիր է, Պետյա։ Մենք կտպենք աղյուսներն ու ես դրանք տեղ կհասցնեմ։ Դու կտեղափոխես բույսերը։ Տորը կշտկի թեքությունը, անկին կամրացնի։ Տրակ դու ինձ վրա կբեռնես աղյուսները։ Տուրբոզավրեր, առաջ։ Բացի այդ, պետք է այսպիսի պատնեշ կառուցել, Տրակ, դու կմնաս այստեղ, բազան պետք է թաքցնել։ Նորից ամենահետաքրքիրը բաց եմ թողնելու։ Էստեղ մեկն էլ կա։ Ահա, հիմա։ Դո, բոլոր բույսերը փրկված են։ Մի անհանգստանատոր, ամեն ինչ կարգին է։ Ուրեմն անցնենք գործի։ Անկի, հարթ, ավելի հարթ, ահա, նորից ստիպված եմ բոլորից շատ աշխատել։ Ինչ գեղեցիկ է։ Չէ, բուլ։ Լավ աշխատեցինք։ Կարծում եմ բոլորն էլ արժանի են պարգևի։ Ես կարծես թե գիտեմ, թե նա ինչ է խնդրելու։ Կարծես թե ես էլ։ Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան ափին նստած, մայրամուտով հիանալը։ Այո, իրոք որ հիանում ես գեղեցիկ տեսարանով, բաղբաղակ ես ուտում ու… Ծիծաղելու ինչ կա, ես գեղեցկության մասին եմ մտածում։